Բարև ձեզ, սա Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է, ինչպես միշտ, և այսօր ունենք շատ հետաքրքիր սենց մենամարդ։ Երկու բավականին հետաքրքիր մեքենաների միջև, որոնց ես առանձնապես չեմ սիրում, կյանքում չեմ հետաքրքրվել իրանցով, բայց ինչպես հասկացել եմ մեր հաղորդման հետևողները, մեր հեռուստադիտողները, բավականին սիրում են այս մեքենաները ու մենք դե չէինք կարող մի հետաքրքիր բան չմտածել այս մեքենաների համար ու բնականաբար երկուսին միասին, միաժամանակ իրար հետ, որովհետև սենց ինչ թվում է իրանք դասով նույնն են մոտավորապես, իհարկե Lexus-ը բնական է, սաղս էլ գիտենք, որ Toyota-ի արդեն լյուքս դասն է, Toyota-ն մի քիչ ավելի ցածր դասի է, բայց ամենայն դեպս այստեղ վերցրել ենք ամենաթոփ Toyota-ի տարբերակը և ամենաթոփ Lexus-ի տարբերակը։ Իհարկե սրանք հին մոդելներն են, 2010 թվականի մոդելներն են, որոնք ռեսթայլինգ են եղել, sense tuning են եղել ավելի շատ էլի, ոչ թե ռեսթայլինգ, այսինքն վերափոխվել է ամեն ինչ, դարձել է 2018-2019 թվական, բացի սրահից։ Բայց հիմա մեզ դա առանձնապես չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է մեքենայի տեխնիկական հատվածը, տեխնիկական կարողությունները, ու եկել ենք սենց մի քիչ ճանապարհից ասֆալտից դուրս, որ հասկանանք, որով ավելի հետաքրքիր, չենք փորձի, թե որը ավելի բարդ ճանապարհներ կանցնի, որովհետև բավականին թանկարժեք մեքենաներ են, մենք էլ ստեղ է էլի մեքենայի տերը, թե չէ գիտեք, խնդիր չկա, հեսա, այնպես որ կփորձարկենք, թե որն է ավելի հարմար նման ճանապարհներին։ Երկուսն էլ քաղաքում բնականաբար անհարմար են, որովհետև երկուսն էլ մեծ են, ասֆալտի համար բավականին անհարմար մեքենաներ են, որովհետև շատ փափուկ են, շատ սենց ճոճով, ոնց որ նավ լինեն։ Բայց դրա համար եկել ենք ստեղ։ Ուրեմն երկու մեքենաներն էլ վերցրել ենք մեր ընկերներից, Rent-A-Car Armenia-ից, ու ինչ անենք, գնանք մի քիչ սենց քարերի հողերի մեջ վարենք, գոնե մի քիչ կեղտոտենք մեքենան, չենք կարողանում ջարդել, փչացնել, գոնե մի քիչ կեղտոտենք։ Ուրեմն սա Land Cruiser 200-ն է, շատերի կողմից շատ սիրված, մեզ շատ էին գրում, անպայման փորձարկեք, լավ մեքենա է, հիմա քաղաքում չուզեցինք փորձարկենք, որովհետև իսկապես այս մեքենան ինձ թվում է, ճիշտ է շատ են քաղաքում վարում, բայց ես միշտ զարմանում եմ այդ մարդկանց վրա, ովքեր որպես ամենօրյա մեքենա օգտագործում են այս մեքենան կամ թեկուզ այն Lexus-ը։ Որտեվ ինքը համ շատ մեծ է, ճիշտ է, փափուկ է, խնդիր չկա, այս մեկը այդքան փափուկ չի, ինչքան Lexus-ը, որովհետև այստեղ ուրեմն զսպանակային են կախոցները, Lexus-ը այս ճանապարհների համար, նման ճանապարհների, ու նույնիսկ off-road-ի, ավելի տենց մի քիչ բարդ off-road-ի համար, հաստատ ավելի լավ է, ավելի կոմֆորտ ես քեզ մեջ զգում, այստեղ շատ մի քիչ սենց է, էլի։ Ասեմ, որ ինչքան էլ զսպանակային են կախոցները, ու ինչքան էլ որ 200-ն այս ամենավերջին Land Cruiser-ը չի, բավականին հարմար է, կոմֆորտը կա, սենց նման ճանապարհներին, ասֆալտը դեստեղ բացակայում է բնականաբար, սենց քարքարոտ, անհարթ ճանապարհ է։ Մեքենայի մեջ ընդհանրապես ձայն չկա, շխկոց-դխկոց, ինչը շատ գովելի է, որովհետև շատ մեքենաներ կան, որ այս 10 տարվա ընթացքում ու ընդհանրապես 10 տարեկան մեքենաներ շատ կան, որոնց մեջ արդեն նստում ես գլուխը տուրում է այդ շխկու դխկերից։ Ստեղ շատ լավ է, ես չգիտեմ ուղղակի այս մեքենան շատ լավ պահել են, թե ուղղակի ինքը որակով է, այդ չեմ կարող ասեմ։ Այստեղ 200-ի թոփ տարբերակն է, 4.7 շարժիչն է, 288 ձիաուժ թոփն է, այսինքն ամենամաքսիմալ տարբերակն է 200-ի, ամենահզոր։ Եվ վերցրել ենք Lexus-ը, բնականաբար էլի ամենահզոր տարբերակն է, LX 570-ն է, էլի նույն տարեթվի արտադրությամբ։ Ինձ շատ հետաքրքիր է, հեսա որ Lexus-ն էլ արդեն փորձարկենք, սրահի հետ կապված ինչ նմանություններ կան, ինչպես արդեն ասեցի, սրահը չի
վերափոխվել, մնացել է հինը 2010-11 թվականի սրահն է մնացել, ու ինձ շատ հետաքրքիր է ինչ նմանություններ ունեն, այսինքն հետաքրքիր է արժի, ինչքանով արժի այդքան ավել վճարել Lexus-ի համար, եթե ասենք առանձնապես շատ բաներով չտարբերվի։ Բավականին խորը ջրափոսերով ենք հիմա անցնում։ Իսկապես, ես ասում եմ, այս մեքենաները առանձնապես երբեք չեմ սիրել ու երբեք ուշադրություն չեմ դարձրել։ Ու մանավանդ ես էլ նենց չի, որ առավոտից իրիգուն տենց օֆրոդ ճանապարհներին եմ, որ կարողանամ տենց լավ գնահատական կամ այսինքն ճիշտ գնահատական տալ, հա, մեքենաներին օֆրոդում։ Բայց այստեղ այն որ զգացվում է, որ մեքենան շատ լավ տվյալներ ունի։ Այսինքն ես մարդ օֆրոդից այդքան չհասկացող ու տենց շատ մեծ վարպետ չեմ օֆրոդի, շատ հանգիստ վարում եմ նույնիսկ այս մեծ զզվելի ցեխափոսերի մեջ։ Մեքենան շատ, այն որ ոչ մի բան չեմ միացրել այստեղ, չգիտեմ էլ ինչ համակարգեր ունի, ուրեմն այստեղ ունի դիֆերենցիալի բլոկավորման համակարգ, ESP-ն է անջատում, այսինքն հակասահեցնող համակարգը։ Մի խոսքով, ունենք լյուկ, ունենք սպիտակ տանիք, բայց սենց մուգ մոխրագույն սրահով, համարյա սեյվին խփող, ինչը բավականին հաճելի է, բավականին գեղեցիկ է, կապոտը շատ մեծ ստեղից երևում է, սենց երկու սենց մեծ էս քթանցքներով ոնց որ ու նենց տպավորություն է, որ պետք է ինքը խանգարի, բայց չի խանգարում։ Այսինքն դու կապոտը ամբողջովին տեսնում ես, բայց ինքը քեզ չի խանգարում։ Ղեկը բավականին փափուկ է, ու լավ էլ լսող է։ Ճիշտ է, դանդաղ են գնում, տենց առանձնապես ես էլի եմ ասում, ուղղակի ես չգիտեմ ճիշտ ոնց են փորձարկում մեքենաները օֆրոդ ճանապարհներին։ Այսինքն մոտավորապես պատկերացում ունեմ, բայց չեմ մտցնի այս մեքենաները տենց վատ պայմանների մեջ, որովհետև դե բոլորս էլ հասկանում ենք, որովհետև ինչու։ Ահա, այստեղ կա դե մուլտիմեդիա համակարգ, touch screen-ով, քարտեզ կա, տեսանք, ամբողջովին կոճակներով, բայց դե սենսոր էլ է աշխատում, ուզում եմ հասկանամ իր արագությունը աշխատելու, ինչ հնարավորություններ ունի։ Մենյու, մի խոսքով առանձնապես հետաքրքիր բան չունի մուլտիմեդիան, բայց դե չենք մոռանում, որ հին է։ Հա, այստեղ ունենք ուրեմն high 4 ռեժիմ եւ low 4 ռեժիմ, այսինքն high 4 ռեժիմով կարողանում ես զարգացնել արագություն, բայց 4 քաշող համակարգը միացված, պետք է նեյտրալ դնենք L4, սա արդեն չի թողնում բարձր արագություն զարգացնես, բայց շատ բարձրացնում է պտտող մոմենտը, ոլորող մոմենտը ու թույլ է տալիս արդեն մեծ ցեխափոսերից դուրս գալու կամ մեծ կտրուկ սարեր բարձրանալու համար։ Մի խոսքով, մեզ սա հիմա պետք չի, նման տեղեր չեն գնալու։ Օրինակ, ինչի է ասում մեքենան իսկականից նախատեսած է ի սկզբանե սենց ճանապարհների համար, մի քիչ արտաճանապարհային պայմանների համար, որովհետև նայեք, այստեղ ռեժիմներ ունի, օրինակ, ստեղ, ինչի ներքև, նայեք, սա 2 քաշող համակարգն է, սա 4 քաշող համակարգն է, սա ուրեմն փոխանցումատուփի փոխարկումներ կատարելու արագությունն է, սա մի քիչ դանդաղ, սա միջին, սա արագ, սա օգնում է սար բարձրանալ իջնելուց, մանավանդ այս արտաճանապարհային պայմաններում, սենց բաների ժամանակ, երբ որ գալիս ես մոտենում ես ցեխափոսերին ու պետք է հասցնես պատուհաններդ փակես, որ այդ ջուրը սենց ցեխոտ չծփնի երեսիդ, բավականին դժվար, սենց անհարմար է ձեռքդ, որ այս բռնակը խանգարում է պատուհանների ես բարձրացնելու, իջացնելու, այսինքն պետք է կենտրոնանաս, սենց պետք է գնաս ու պատուհանը բարձրացնես, իջացնես։ Այս արագ ֆունկցիան սենց մի քիչ բացակայում է, էլի։ Ես լսել եմ օրինակ Nissan Patrol-ի մասին, իհարկե այդ մեքենան էլ չեմ վարել, չեմ փորձարկել, հիշում եմ միայն հին Nissan Patrol-ները, որոնք այն ժամանակների համար սենց շատ վախենալու մեքենաներ էին։ Ու ինչքան գիտեմ, այս մեքենայի որպես կոնկուրենտ գալիս է նաև հենց Nissan Patrol-ը ու մի օր Nissan Patrol-ը էլ կփորձարկենք, ինձ շատ հետաքրքիր է։ Հա, ինչպես կլինի, բայց հիմա ինձ ավելի հետաքրքիր է մեր հիմիկվա Lexus-ը LX570-ը, այնտեղ 5.7 շարժիչ է։
ու պնևմատիկ կախոցներ են, այսինքն համ բարձրանալու իջնելու հնարավորություն ունի, համ դե փափկությունն այնտեղ լրիվ ուրիշ, մի խոսքով կտեսնենք տարբերությունը։ Այս մեքենաները եթե գնում են, ինձ թվում է գնում են արդեն սենց շատ տարիքով ու բավականին սենց կայացած լուրջ մարդիկ, հա, չնայած երիտասարդներն էլ են մեզ մոտ, հա, Հայաստանում շատ վարում, ինչի այդքան էլ չեմ հասկանում, հա, մեզ մոտ, ասենք 20 տարեկան երիտասարդները նույնիսկ կարող են 222-ի Մայբախ վարել։ Դե հա, սիրում են, բայց ես մեկը չեմ հասկանում այդ հաճույքը։ Հա, ինձ համար միշտ երիտասարդը սենց պետք է այսպես երիտասարդական մեքենա վարի, էլի։ Ինչ որ սպորտային, քաղաքային սպորտ, հիպերսպորտ, սուպերսպորտ, սուպերքար։ Հա, մի խոսքով։ Այն Երևանի այն իսկական խցանումների ժամանակ արդեն այս մեքենան է, որ արդեն չափից շատ է, արդեն դուրեկան չի լինի, որովհետև ունենք եւ կայանումների խնդիր, եւ այդ խցանումների խնդիր, նեղ փողոցների խնդիր, մի խոսքով։ Միակ այս մեքենայի հաճելի բանը է, որ ինքը հերվից վախենալու է։ Հա, որ հերվից գալիս ես, քեզ բոլորը ճանապարհ են տալիս։ Ու այսօրվա հաղորդման ամենալավը գիտեք որն է, որ էլի եմ ասում, ես այս երկու մեքենաներից էլ բավականին հեռու եմ միշտ եղել ու ընդհանրապես չեմ հետաքրքրվել այս մեքենաներով։ Ու այսօր նույնիսկ այս նկարահանմանը պատրաստվելիս էլի չեմ հետաքրքրվել, որովհետև ինձ հետաքրքիր էր իրանց հետ ծանոթանալ հենց տեղում, ձեզ հետ միասին։ Ու հիմա ես այն 0-ից ոնց որ ասում է, այս մեքենաներին ծանոթանում եմ։ Իհարկե, ստեղ պատրաստման նյութերից խոսելը կարծում եմ մի քիչ ավելորդ, հա, որովհետև ինչքան էլ սա Toyota 200-ի top տարբերակն է, ամենալավ տարբերակն է, հնարավոր է ինչ-որ կոմպլեկտացիաներ լինեն, որոնց մեջ գա ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ հայ եղնիկների կաշիներ կամ մորթիներ, բայց ամենայն դեպս, այստեղ դե կաշին կաշի է, փայտը, այսա չգիտեմ ես փայտա թե պլաստիկ չէ, հաստատ պլաստիկ է, ստեղ պլաստիկ, մի խոսքով սովորական, առանձնապես ոչ մի բանով չի տարբեր, տենց աչքի չի ընկնում, այստեղ տանիքը էլի սովորական կտոր, ինչպես տեսնում եք սպիտակ, բայց կարծում եմ այս մեքենան ի սկզբան է, հա, երբ որ արտադրողը արտադրել է այս մեքենան, ինքը չի նախատեսել, որ այս մեքենան պետք է լինի լյուքս քաղաքային պայմաններում վարվող մեքենա։ Սա նախատեսված է հենց նման պայմանների համար, այսինքն ինչ-որ ամառանոց գնալ, գալ կամ չգիտեմ, տարբեր բաների համար, բայց ավելի շատ նման ճանապարհների համար։ Դրա համար այս ամեն ինչը, արդեն պատրաստման նյութերը, կարծում եմ անցնում են արդեն երկրորդ պլան։ Մի խոսքով արդեն հասանք Lexus-ին։ Ահա, սա կեղտոտեցինք, այս մեքենան ցեխոտեցինք։ Գնանք հիմա այն մեկը ցեխոտենք ու կեղտոտենք։ Այն մեկը կարելի է մի քիչ ավելի շատ տանջել, որովհետև այնտեղ ուրեմն պնևմոյա կախոցը եւ բարձրանում է մեքենան ավելի բարձր, քան սա։ Սա ընդհանրապես բարձրության կարգավորում չունի։ Մի քիչ բարձրացնում ենք ու մտնում ենք մեծ սուր քարերի մեջ, որ մեքենայի հատակը պատրի վնասի։ Գնացինք։ Բարև Lexus։ Երբեք տենց առանձնապես չես կենտրոնանում, բայց սպիտակ ու սև սրահների տարբերությունը։ Համարյա մոտավորապես բազան մեքենայի նույնն է, այսինքն չափերը նույնն են, բայց այս սրահի գույնի պատճառով այս մեքենան շատ ավելի սենց լայն է թվում, քեզ թվում է սենց մեծ է մեքենան, բայց նույնն է։ Հա, բարձրացնենք, որովհետև այստեղ մենք ունենք արդեն
բարձրությունը կարգավորելու հնարավորություն, բարձրացնենք, որ մի քիչ վնասենք։ Դանդաղ է բարձրանում։ Չանցավ նույնիսկ 2 օր։ Ահա, գնացինք։ Ինչպես եւ կարելի էր սպասել, կոմֆորտը ստեղ լրիվ ուրիշ է։ Իհարկե պնևմոկախոցների հաշվին իսկապես ուրիշ է, իսկապես ավելի փափուկ է ու որ ուզում ես շատ ավելի արագ գնաս այս ճանապարհներով, բայց դե հասկանում ես, որ դե չէ ամեն դեպքում ստրեսի է ենթարկվում մեքենան, ինչքան էլ փափուկ լինի։ Դրա համար մի քիչ sense դանդաղ ես գնում, բայց այն մեքենայի, այսինքն 200-ի այդ գնդակ վիճակը չկա։ Հիմա ձեզ մոտ նես տպավորություն կլինի, որ հենց այդպես գնդակ է, բայց հավատացեք, համեմատած 200-ի չէ, այստեղ ուրիշ ձև է։ Ուրեմն, այդ բոլոր այն լավ արտաճանապարհային հնարավորությունները այս մեքենան էլ ունի։ Այստեղ էլ կարելի է բլոկավորել դիֆերենցիալը, արդեն բարձրացրել ենք, դա արդեն իմացանք, որ ունենք։ Այդ 4 քաշող, 2 քաշող, մի խոսքով այդ ամեն ինչը այստեղ էլ կա։ Արդեն մի քիչ ավելի հաճելի նյութերից է պատրաստված մեքենան։ Այստեղ սրահը նույնիսկ, չգիտեմ, բոլոր Lexus LX 570-ների մոտ է նման ձևի, նման կարվածքով սրահ գալիս, թե ինչ որ օպցիա է սա, բայց բավականին հաճելի է արդեն համեմատած դրան։ Ահա, նույն ղեկն է համարյա, էլի վերև ներքևը փայտ էր, այստեղ կաշի, այստեղ էլի առանձնապես, որ ասեմ, ես իմ ինչա պատրաստման նյութերը, չէ, դե էլի բնականաբար պլաստմասան գերակշռում է, ուրեմն, այստեղ ունենք կոմֆորտ ռեժիմ, միջին ռեժիմ և սպորտ ռեժիմ։ Հիմա մենք գնում ենք կոմֆորտ ռեժիմում, ճիշտ ասած ես նույնիսկ չգիտեմ արտաճանապարհայինի համար որն է պետք։ Կարող է եթե ինքը արտաճանապարհային մեքենա է, իր սպորտը հենց արտաճանապարհային սպորտն է։ Լավ, մենք շարունակենք գնալ կոմֆորտ ռեժիմով։ Էլի նույն փոխանցումատուփի փոխարկումները կատարելու արագության ռեժիմներ, 3 ռեժիմ, այստեղ երկրորդի վրա դրած, դնենք երրորդ։ Ինչ ունենք էլի, հա, այդ H4, L4, այսինքն արագություն զարգացնելու համար եւ դանդաղ, բայց մեծ հզորություն ունենալու համար ռեժիմ։ Մի խոսքով այդ ամեն ինչը կա այստեղ ու գնացինք։ Մի քիչ էլ այս մեքենան ցեխերը մցնենք։ Չէ, բայց փափկությունը ու այդ sense հանգիստ այդ նավային այն ոնց է որ մեծ նավերը sense են մեծ ալիքները sense կուլ տալով որ գնում են, Այդ ալիքը գալիս է, բայց նավը չի շարժվում, sense գնում։ Այդ տպավորությունն է այստեղ, որովհետև ամբողջ ճանապարհը այս sense է, բայց շատ թեթև է դու զգում այդ sense ճոճը։ Կապոտը ստեղ էլի բավականին մեծ է, էլի նստած տեղից երևում է ամբողջ կապոտը, բայց ասեմ Toyota-ի նման չի խանգարում։ Այսինքն ինձ թվում էր նա էլ չի խանգարում, բայց հիմա հասկացա, որ սա ավելի չի խանգարում, քան նրանը։ Այնտեղ շատ կենտրոնացված էր մեջտեղի հատվածը, այստեղ ավելի բացված է ու sense մի տեսակ տեսալաշտը ավելի մեծ է։ Այ, տանիքը էլի չգիտես ինչի սովորական կտորից։ Ասենք այդքան փողարժեն էս մեքենաները, էլի ինչի մանավանդ այս top տարբերակները, այսինքն 4.7, 5.7, sense լավ սրահով։ Ինչի ասենք մի հատ ալկանտարա չի արվում կամ լավ ինչ որ սև կտոր գոնե, էլի։ Չնայած այս սրահում բնականաբար սևը դե չէ, որտեվ սրահը ընդհանուր սպիտակ է, բայց այն մեկում գոնե կարելի էր սև կտոր անել, էլի տանիքը։ Էրգոնոմիկայի առումով այստեղ ավելի հարմար է, որովհետև տեսեք, այստեղ այս դռան բռնակը արդեն բարձրացրած է մի քիչ վերև, ու ստեղ sense փոս կա, կորություն կա, որը արդեն քեզ առանձնապես չի խանգարում, բայց էլի ձեռքով կպնում ես, երբ որ sense բերում ես, այս բռնակին կպնում ես, բայց այդքան չի խանգարում, ինչքան 200-ի մեջ։ Ո տեսեք այս ցեխափոսերը ինչ sense հանգիստ է անցնում։ Նույն ճանապարհով ենք հիմա գնում, որ կարողանանք մաքսիմալ համեմատել։ Այնց ամենաշատը հետաքրքրում է այն միտքը, արդյոք արժի այս մեքենային ավել վճարել, եթե կարելի է քիչ վճարելով ունենալ Toyota։ Բրենդը բնական է դե Lexus,
ավելի բարձր դասի բրենդ է։ Սրահը եթե, ելի եմ ասում, եթե բոլոր 570-ների մեջ գալիս է նման տիպի սրահ, այլ ոչ թե սա օպցիա է, ուրեմն խնդիր չկա, շատ լավն է սրահը, համեմատած Toyota-ին։ Ինչ-որ վիզուալ դիզայնն էլ է այս ընդհանուր կենտրոնական բարձակի ավելի լավը, ու ստեղ կա AUX, ինչը շատ կարևոր է, որտեղ այնտեղ այն մյուսի վրա չկար։ Իհարկե երկուսն էլ ունեն DVD changer-ներ, Bluetooth-ը արդեն ասեցի, բայց դե ստեղ AUX կա, այնտեղ AUX չկա։ Երկու մեքենաներն էլ ուրեմն keyless համակարգով են, այսինքն կոճակով, start-stop կոճակով։ Ահա։ Այստեղ մի քիչ ավելի հետաքրքիր է ընդհանուր այս ցուցիչների վահանակը, մի քիչ ավելի գեղեցիկ է։ Երկուսն էլ ունեն լյուկ, կարելի ասել պանորամային, որովհետև ապակի են երկուսի մոտ էլ։ Ընդհանուր էլ եմ ասում, կոմֆորտի տեսանկյունից նման ճանապարհներին ասֆալտին չեմ փորձել, չեմ էլ ուզում փորձեմ, որովհետև ինձ դա հետաքրքիր չի ու կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր չի լինի։ Մենակ գիտեմ, լսել եմ, շատ եմ լսել, որ երկու մեքենաներն էլ չեն կանգնում, այսինքն չունեն արգելակման համակարգ, իսպառ բացակայում է, որովհետև այս մեքենայի քաշի ու իր հզորության համադրությանը չհամապատասխանող արգելակման համակարգ է դրած։ Շատ փոքր սկավառակներ։ Իսկ ինչ վերաբերում է այս հենց արդեն արտաճանապարհային sense մի քիչ անհարթ պայմաններին, այս մեքենան իհարկե այս մեքենայի մեջ ավելի հաճելի է զգացողությունները, որովհետև այդքան չես զգում ամեն մի քարի կտոր։ Ընդհանուր բնականաբար այդ մեծ փոսերը զգացվում է, այս ամեն ինչերը զգացվում է, բայց դե տենց մեքենա կարծում եմ չկա, որ դրանք չզգա։ Ու հիմա այս երկուսի մեջ համեմատելով այստեղ շատ ավելի քիչ է զգացվում։ Այստեղ այդ նավ զգացողությունը շատ ավելի շատ է, որը նման պայմանների համար շատ ավելի լավ է, բայց ինչը կարծում եմ ավելի վատ կլինի ասֆալտին։ Չնայած ենթադրում եմ, եթե բարձրությունը մեքենայի իջացվի ու ստեղ դե սպորտ կա, ու եթե այս սպորտը ընդհանուր կախոսները կոշտացնող է, ոչ թե արտաճանապարհային պայմանների սպորտ է, հնարավոր է, որ լավ ադապտացվի, լավ հարմարացվի ասֆալտի համար։ Ի տարբերություն էլի եմ ասում, ինչ ասում եմ, համեմատում ենք Toyota-ի հետ։ Վերջ, ես այսօրվա իմ գործը կատարեցի, համեմատեցինք այս երկու մեքենաները, այ հիմա դուք ինքներդ կարող եք տեսնել այդ պնևմոյի հաճույքը, տեսեք ինչ բարձր է այս մեքենան, Lexus-ը Toyota-ից, այստեղ պնևմո դե չկա։ Վերջ, այսօրվա համար այսքանը, ես իմ գործն ավարտեցի, իսկ թե այս երկու ցեխոտ մեքենաներից, որը ավելի շատ սիրել եւ որը ի վերջո ձեռք բերել, արդեն թողնում եմ ձեզ։ Չենք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-ի էջին, որտեղ տեղադրված են մեր բոլոր մեքենաների փորձարկումները եւ չենք մոռանում իհարկե շնորհակալություն հայտնել Naco-L ընկերությանը իր մոթուլ ապրանքանիշով մեր հաղորդմանը հովանավորելու համար։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ թեստի ժամանակ։ Ձեզ հետ Տոշներ, սա Drive News-ներ, հաջողություն։ Բարբետ ջան, շատ կա ցավը տանը։ Ինչ կա։ Ադա ցավ սրանից ավել գուրը չունի հատե կլվա։ Նայ, զգուշ լակամ։